Քաղաք, որը շնչում է պատմությամբ, քաղաք, որի յուրաքանչյուր քար խոսում է անցյալի ու ապագայի մասին։ Այսօր հոկտեմբերի 10-ին մենք նշում ենք Երևանի ծննդյան օրը, քաղաքի, որ մեր սրտերում միշտ երիտասարդ է։ Երևան քաղաքի պատմությունը սկիզբ է առնում մեր թվարկությունից առաջ 782 թվականին, երբ Արգիշտի առաջինը հիմնեց Էրեբունի ամրոցը։ Այդ օրվանից սկսած այս հողում, այս տարածքում շարունակական մարդածին կյանք է, անցյալից դեպի ներկա։ Բայց ժամանակները հեշտ չեն եղել մեր քաղաքի համար։ Այն տեսել է բազում օտար զավթիչներ, ավերումներ ու սով։ Եղել են նաև վերականգնումի, զարգացումի ու ծաղկման ժամանակներ։ Որպես ժամանակակից քաղաք, մեր Երևանը իր ներկայիս տեսքը ստացել է 1924 թվականից։ Երբ խմբագրելով ընդհանուր պլանը հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը կազմեց նոր Երևանի գլխավոր հատակագիծը, հենց Թամանյանի ոճը որոշեց Երևանի ժամանակակից տեսքը։ 1921 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանը պաշտոնապես հռչակվել է Հայաստանի մայրաքաղաք։ Սովետական տարիների բոլոր ոլորտներում Երևանը դարձավ Հայաստանի կենտրոնը, հասարակական ենթակառուցվածքներ, մշակույթ, արդյունաբերություն։ Այսօր նա շարունակում է աճել եւ մրցունակ լինել որպես տարածաշրջանային խոշոր քաղաք։ Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, բայց ապրում է ամենաերիտասարդ շնչով։ Արվեստի, կրթության, սիրո ու պայքարի քաղաք է Երևանը։ Այստեղ հինն ու նորը ապրում են կողք կողքի, ստեղծելով եզակի հնչյուն, որը միայն մեկ անուն ունի՝ Երևան։ Երևանը հաճախ կոչում են վարդագույն քաղաք։ Վարդագույն տուֆը քաղաքի շինարարության հիմնական նյութն էր, որի շնորհիվ էլ Երևանը ստացել է իր ուրույն երանգը։ Բացի պատմական շինություններից, այսօր քաղաքը կառուցապատվում է ժամանակակից շենքերով, այգիներով եւ հասարակական տարածքներով։ Սակայն Երևանը միայն շինությունները չեն, այլ մարդիկ են իրենց պատմություններով՝ ուսանող, հասարակական գործիչ, նկարիչ, փողոցային երաժիշտ։ Երևանում ապրող յուրաքանչյուր մարդ պատմությունից կրում է իր բաժինը։ Շնորհավոր ծնունդդ, Երևան, թող քո լուսավոր երազները միշտ ուղեկցեն մեզ, մեր մայր քաղաք։